գուցե մի քիչ բան էր, ինձ համար բարդ է։ Հիմա մենք ում ինչի համար ինչքան աջակցություն ենք տալիս։ Ասենք տեխնոլոգիական ընկերությունը, այսօր աշխատում է տեխնոլոգիական ընկերությունը, ինչ պետք է անի, որ աջակցություն ստանա կամ ասենք մենք հիմա ուղղակի այս ստատիկ վիճակով իրան աջակցություն ենք տալիս, թե իր մոտ ինչ-որ բան պետք է փոխվի, որ աջակցությունը ստանա։ Բոլոր այն տեխնոլոգիական ընկերությունները, որոնք մեր կողմից արդեն իսկ ընդունված տնտեսական գործունեության դասակարգիչներով համապատասխանում են, Դա պարզ է։ այդ ընկերությունները ստուգել են, ասում ենք ընկերությունը մեր աջակցության շահառու ընկերությունը, էսա, ինչ որ բանաձև ենք դրել եւ այդ ընկերությունը պետք է այդ բանաձևին համապատասխանի։ Եթե համապատասխանեց, արդեն Դա բազային տվյալի մասին է, չէ՞ խոսքը։ Այո, 31 դասակարգիչների, տնտեսական գործունեության դասակարգիչների մասին։ Դա նրա մասին է, որ պետք է մենք համոզվենք, որ ինքը տեխնոլոգիական ոլորտի ընկերություն է։ Վստահաբար։ Շատ լավ։ Հիմա Ավելին, մենք շատ կոնկրետացրել ենք, ասել ենք, որ եթե կա ընկերություն, որը իր զեկույցում նշվում է, որ օրինակ ընկերության 30%-ն է տեխնոլոգիական, չի կարող օգտվել այս աջակցության ծրագրերից։ Չափանիշը հստակ է, պետք է որոշակի իր շրջանառությունը, գործունեությունը որոշակի տոկոսով, դուք ասացիք 90%-ով համապատասխանի այդ չափանիշին։ Շատ լավ, համապատասխանում է։ Հենց համապատասխանես տալիս ենք աջակցությունը։ Ոչ, որոշակի այլ պահանջներ կան, դիցուք եթե 100,000 դրամից ավելի հարկային պարտավորություններ ունի ընկերությունը, պիտի մարի այդ պարտավորությունները, այս կարգերով այդ ամբողջը սահմանված է։ Հարկային պարտավորություն չունի, տալիս ենք այդ աջակցությունը։ Եթե ընկերությունը դիմում է օրինակ աշխատանքային միգրանտի ուղղությամբ 60%-ի չափով, եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն ստանալու ցանկացած աշխատակցի համար։ Հիմա պետք է մի րոպե, պետք է այդ աշխատանքային միգրանտ ասելով մենք նկատի ունենք դրսից կադր, որը ներգրավել են մեր մոտ աշխատանքի։ Այդ կադրը պետք է ռեզիդենտ լինի, այսինքն պետք է Հայաստանում ապրի։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չպիտի լինի։ Հասկանալի է, բայց պիտի ապրի Հայաստանում։ Հիմա մենք ասում ենք այդ ռեզիդենտ աշխատողի եկամտային հարկի 60%-ը մենք վերադարձնում ենք, ճիշտ է։ 60%-ի չափով աջակցություն ենք ցուցաբերում, այո։ Վերջը 60%-ի չափով աջակցություն ենք ցուցաբերում ընկերությանը։ Հիմա այդ աշխատանքային միգրանտը այս որոշման պահին պետք է աշխատելիս լինի, թե հաջորդիվ պետք է ինքը հրավիրի, թե էական չի։ Այս պահից սկսած ով էլ աշխատում է, այսինքն նկատի ունեմ, այս պահից սկսած վճարումներն ենք մենք, այս պահից սկսած իրողություններն ենք հաշվի առնում, ճիշտ է։ Հունվարի 1-ից սկսած, բայց տարածվում է նաև այն աշխատանքային միգրանտների վրա, որոնք 2022 թվականի մարտի 1-ից տեղափոխվել են Հայաստան ու ներգրավված են այս ոլորտում։ Սա արվել է նաև այն պատճառով, որ 2022 թվականի մարտի 1-ից սկսած մեծ հոսք ենք ունեցել հենց տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ միգրանտների եւ տարբեր ծրագրերով մենք փորձել ենք այդ ներուժը պահել Հայաստանում։ Շատ լավ, այդ պարզ է։ Հիմա այս պահի դրությամբ ձեր ասած կատեգորիայի մարդկանց եկամտային հարկի 60%-ի չափով մենք աջակցություն ենք ցուցաբերում։ Հիմա իսկ այն մարդկանց համար, ովքեր 10 օրից կարող է ընդունվեն աշխատանքի, մի ամսից ընդունվեն աշխատանքի, 2 ամսից ընդունվեն, իրենց դեպքում էլ է այդ աջակցության ծրագիրը։ Այո, արդեն հուլիսի 21-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում երկրորդ եռամսյակի համար ընկերությունները կարող են դիմել բնականաբար։ Այսինքն ամեն եռամսյակ հետահայաց նայում եմ, ով էլ է իրենց համար փաստացին վճարում։ Որովհետև այստեղից սկսած 10 օր անց բնականաբար երկրորդ եռամսյակի մեջ է ընկնում այդ նոր աշխատակիցը։ Այսինքն ամեն եռամսյակ հետահայաց նայում ենք, հաշվարկում ենք։ Շատ լավ։ Ավելին ասեմ, պարոն վարչապետ։ Մի րոպե, մենք մի հոգու մասին խոսեցինք։ Հիմա թվի սահմանափակում ունենք ամեն ընկերություն։ Ոչ։ Այսինքն եթե 1000 աշխատող լինի, 1000 աշխատողի եկամտային հարկի չափով վերադարձնում։ Ուրախ կլինենք։ Աջակցում ենք։ Ավելին ասեմ, այդ ընկերությունը նաև կկարողանա նոր աշխատակցի մասով եւս 60%-ի չափով եկամտահարկի չափով վերադարձ ստանալ։ Որ նոր աշխատակցի։ 10 օր անց, երբ աշխատանքային միգրանտը չէ ներգրավում, օրինակը դուք բերեցիք, այս պարագայում կկարողանա եւ այդ ուղղությամբ դիմել պետական աջակցություն ստանալու համար, որովհետեւ կարողացել է դրսից բարձր որակավորում
ունեցող աշխատակիցներ գրավել, ինչպես նաև ստեղծել են նոր աշխատատեղ։ Բայց կներեք, դա քիչ առաջ մեր քննարկած դեպքից ինչով է տարբերվում ձեր ասածը։ Չի տարբերվում, բան վարչապետ, նկատի ունեմ ընկերությունը երկու ուղղությամբ կարող է դիմել 60% ստանալու համար։ Մի մարդու գծով մեկ աշխատանքային միգրանտ ներգրավելու պարագայում երկու տեսակի աջակցության համար կարող է միաժամանակ դիմել։ Ոնց երկրորդ տեսակը ո՞րն է։ Երկրորդ տեսակը երկրորդ ուղղությունն է, այսինքն էական չէ մի աշխատանքային միգրանտը։ Երկու անգամ նույն մարդու համար։ Այո։ Նույն մարդու համար մի հատ եկամտային հարկի 60%-ի չափով, մի հատ էլ ինչի չափով։ Որովհետև ստեղծել է նոր ինչի չափով։ եկամտարկի 60%-ի չափով, բայց եղավ եկամտարկի 120%-ը ոնց։ Այո, բայց մենք այլ կարգավորում ենք դրել օրենքով սահմանված, որ բոլոր տեսակի արտոնություններից օգտվելու պարագայում ընդհանուր վճարվող եկամտարկի 50%-ից ավելին այսպես թե այնպես մենք չենք վճարելու ընկերությանը։ Մի րոպե, ես լավ չհասկացա։ Հիմա կա մի հոգի աշխատանքային միգրանտ, մի հոգի աշխատանքային միգրանտ կա, եկել է Երամսյակը, ես դիմում եմ, ասում եմ, այս աշխատանքային միգրանտի եկամտային հարկը ես վճարել եմ 100 դրամի չափով, խնդրում եմ ոնց հայտարարել եք 60 դրամը ինձ հետ տվեք։ Մենք այդ 60 դրամը հետ ենք տալիս, ճիշտ է։ Բայց երկրորդ մենք 120 դրամ ենք տալու, եթե հունվարի 1-ից սկսած նոր աշխատանքային միգրանտ են ներգրավում տեխնոլոգիական ընկերությունները, որովհետև սա եկամտահարկը ընդհանրապես հաշվարկի միջոց է։ Չեմ ասելու, բայց ուզում եմ հասկանամ հիմա հունվարի 1-ից ընդունված աշխատողի համար աշխատողի չէ, միգրանտի, սա շատ կարևոր է։ Հա, հասկանալի է, միգրանտն ենք քննարկում։ Մենք հիմա ինչ աջակցություն ենք տալիս։ Երկու տեսակի աջակցություն ենք Առաջինը տալիս։ եկամտային հարկի 60%-ի չափով։ Երկրորդը ինչ է։ Նորից եկամտահարկի 60%-ի չափով։ Պետական աջակցություն ենք ցուցաբերում։ Բայց ոչ ավել, քան եկամտարկի 50%-ը։ Ընդհանուր ընկերության կողմից, եթե բոլոր տեսակի աջակցություններից օգտվեն, Մի հոգու մասին ենք խոսում, ուզում եմ հասկանամ, մի հոգու մասին։ եթե մենք խոսում ենք առանձին դեպքի մասին, Մի հոգու մասին։ այո, եւ որպես աշխատանքային միգրանտ, որ ընկերությանը Հանրապետության մի րոպե էլի կներեք։ Աշխատանքային միգրանտը եկել է եւ հունվարից աշխատում է ամիս 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանում։ Իրաց դեպքում էլ է 20% եկամտային հարկը։ 20% 600,000 եկամտային հարկ է վճարել 3 ամսվա ընթացքում։ Մենք հիմա եկամտային մի րոպե 600,000 դրամը 360,000 դրամը այս աջակցության առաջին մասով վերադարձնում ենք դիմելու դեպքում։ Շարունակություն չեմ կարող հասկանալ։ Երկու հատ ենք վճարում։ Երկու հատ ենք վճարում, երկու հատ ինչ ենք վճարում։ Եկամտահարկի 60%-ի չափով գումար։ Այսինքն, եթե 600,000 եկամտային հարկ է վճարել, 720,000 դրամ իրան վերադարձնում ենք։ Ընկերությանը վերադարձնում ենք 720,000, եթե հունվարի 1-ից է։ Եթե մինչև հունվարի 1-ն էր միգրանտ, բնականաբար միայն միգրանտի գծով է ստանալու, այսինքն չի համարվելու նոր աշխատող։ Իսկ եթե ապրիլի 1-ից երկուսը։ Բայց հունվարի 1-ից 26 թվականի արդեն ընկերությունը ստանալու է որպես նոր աշխատակից 60%-ի չափով, իսկ միգրանտը ուղիղ հենց աշխատակիցն է ստանալու 60%-ի չափով աջակցությունը։ մի հատ էլ կներեք։ 2026 թվականի հունվարի 1-ից արդեն այս կարգավորումը վերափոխվում է։ Ընկերությունները այլևս միգրանտների ներգրավման համար աջակցություն չեն ստանալու, այլ ուղիղ աշխատակիցներն են ստանալու։ 720,000 դրամը կիսվում է մի մասը ուրեմն ընկերությանը, որովհետև նա նոր աշխատակից է ներգրավել, նոր աշխատատեղ է ստեղծել։ 720,000-ը ինչքան։ Կեսը։ Այո։ Մյուս կեսը ուղիղ աշխատակցին է գնալու, միգրանտին է գնալու։ Որպես պետական աջակցություն կառավարության կողմից։ Այո։ Շատ լավ, այս մեկը հասկացանք, էլի եւ մասնագիտական վերապատրաստման համար մենք նախարարի հրամանով այս կառավարության որոշումից հետո
լիցենզավորված վերապատրաստման ծառայություններ մատուցող լիցենզավորված ընկերությունների ցանկ ենք հրապարակելու եւ այն ընկերությունները, որոնք այդ ընկերությունների միջոցով իրենց աշխատակիցներին վերապատրաստման դասընթացների միջոցով ներդրում կկատարեն, մենք 50%-ի չափով եկամտահարկի աջակցություն ենք ցուցաբերելու ընկերություններին։ Ում եկամտահարկի։ Տվյալ աշխատակցի մասով վճարվող եկամտահարկի 50%-ի չափով 3 ամիսների համար վճարելու ենք պետական աջակցություն ենք տալու ընկերությանը։ Այսինքն այդ գումարում այս 720,000-ին, Որը 120,000։ 720,000։ Հիմա միգրանտը հունվարի 1-ից եկել է աշխատել, Այո։ եւ 3 ամիս աշխատել է։ Հիմա մենք այդ միգրանտի համար 720,000 դրամ, 720,000 դրամ Այս տարի վճարում ենք, այո, ընկերությանը։ Եվ եթե նաև միգրանտին մի րոպե կներեք, հիմա եթե ինքը եկել է հունվարից մինչև ապրիլի 1 աշխատել է, եւ այս վերադարձնում ենք, եթե ապրիլից հունիս էլ մի հատ համ աշխատել է, համ վերապատրաստվել է, այս 720,000-ն ենք վճարում, մի հատ էլ 50%, արդեն եկամտահարկի պլյուս 150,000 դրամ։ Այո։ Բայց հստակ սահմանված ցանկ կա, չգիտեմ, Microsoft-ում կամ Cisco-ում տարբեր միջազգային հարթակներում, որ տվյալ լիցենզավորված ընկերությունները պետք է սերտիֆիկատ տան։ Չէ, պարզ է, դա արդեն կարգավորվում է։ Դրա դիմաց, ասենք ինքը ներկայացնում է պետությանը եւ Վերջ մենք էս երկու այո, տողնա թե էլի բան կա։ չէ, սրանք են։ Լավ։ Հերիք չէր բան վարչապետ։ Լավ բրծանք, որ էլ բան չենք տալիս։ Շատ լավ։ Կան հարցեր, համեցեք։